Բարև ձեզ։ Եվ այսպես մենք երեք ականատեսը եղանք, այսինքն վերջին 2-3 օրվա ընթացքում խայտարակ պատկեր ուղղակի երեք ամորջացրեց քննչականի տարածած տեսանյութը, ինչպես են ստորաբար զինված, դիմակավորված աղազականները մտնում, տապալում Գագիկ Ծառուկյանին, մի մարդու, որ անգամ դիմադրություն ցույց չի տալիս, 13 ժամ եւ ավել խուզարկություններ տանը, նրան պատկանող ընկերություններում, կապարակնքված են ընկերությունները, հյուրանոցը, ամեն ինչ ըստ էության, խնդրեմ եւ 3 հայտի դարձավ 2 ամսում կանոնավորում են։ Ազատություն եմ մաղթում Գագիկ Ծառուկյանին ու մեր բոլոր քաղբանտարկյալներին։ Գագիկ Ծառուկյանը մեծ հայ է, մեծ բարեգործ է, այսօր որ հայկական սպորտը սենց մեծ հաջողությունների է հասել, դա Գագիկ Ծառուկյանի շնորհքն է։ Իհարկե շախմատը Սերժ Սարգսյանի շնորհքն է, ֆուտբոլն էլ Ռուբեն Հայրապետյանի, իսկ մնացած սպորտը, որ սենց մեծ հաջողություններ մենք ունենք սպորտում, դա Գագիկ Ծառուկյանի շնորհքն է։ Ես հիշում եմ, որ 2002 թվին իմ քուրս դարավ Եվրոպայի փոխ-չեմպիոն շախմատից։ Դա մեծ հաջողություն էր համարվում, իմ քուրս Լիլիթ Մկրտչյանն է, աշխարհարչակ շախմատիստի։ Դա մեծ հաջողություն էր համարվում։ Օրը մի բարձրաստիճան պաշտոնյա ընդունում էր, ուղիղ մի ամիս ընդունելությունների մեջ էր քուրս։ Այդտենց բացառիկ հաջողություն էր համարվում Եվրոպայի փոխ-չեմպիոն լինելը։ Այսօր ես վստահ եմ, որ մենք մեր Եվրոպայի չեմպիոններին բոլորին չգիտենք։ Այնքան շատ են։ Ու դա Գագիկ Ծառուկյանի շնորհքն է։ Դե համար ես սպորտսմեններին էլ իմ էջում էլ գրել եմ, post եմ գրել, հիմա ստեղից էլ ասում եմ, սպորտսմեններն էլ կոչ եմ անում, սպորտսմեններ ջան, հելեք կանգնեք Գագիկ Ծառուկյանի կողքը։ Ձեր գրառումներով, ձեր ակցիաներով, ձեր մրցումների գնալուց մայք եք հագեք Գագիկ Ծառուկյանի նկարով ազատություն քաղբանտարկյալներին։ Ամբողջ աշխարհով մեկ բարձրաձայնեք, թե ինչ է կատարվում Հայաստանում ու կանգնեք Գագիկ Ծառուկյանի կողքը։ Գագիկ Ծառուկյանը մեծ բարեգործ է, մեծ բարեգործ։ Այս Գագիկ Ծառուկյանին գետնին պարկացնելով, Ծառուկյանը վատ տղա չդարավ, վատ հայ չդարավ։ Ընդհակառակը վատը նրանք են, ովքեր այդ հրամանը տալիս են, որ նրանք պատմության մեջ այնց հզոր մարդկանց են պարկացել գետնին, Նելսոն Մանդելային են պարկացել գետնին, Գարեգին Նժդեհին են պարկացել գետնին, բայց դրանով իրանց տեսակը չի փոխվել։ Յապոնչիկին են պարկացել գետնին, տարբեր տեսակի հզոր մարդկանց պարկացնում են գետնին, բայց դրանով իրանք իրանց տեսը Սավոր Ռաֆին են պարկացել գետնին, տարբեր ոլորտի հզոր մարդկանց անուններ եմ տալիս, տարբեր ոլորտի։ Դրանով իրանց տեսակը չփոխվեց։ Այդ ուզում ասեմ, այդ պարկացնելով, այդ Ձիշովի վրեժխնդրությամբ, Նիկոլ, դու լավ տղա չես դառնում, դու չես հաղթում։ Ընդհակառակը, այդ գետնի պարկացնելով դու ապացուցեցիր, Գագիկ Ծառուկյանը ապացուցեց, որ ինքը քֆուրի տակ մնացող տղա չի, ինքը զադնի դնող տղա չի։ Այն որ ավել պակաս գրում էին Ծառուկյանի հաշվին, բայց քֆուրը դրիր, քֆուրի տակ մնացիր, հիմա ժողովուրդ ջան, տեսակ որ քֆուրի տակ չմնաց Գագիկ Ծառուկյանը։ Տղավարի ինքն էլ կարա չէ մյուս օլիգարխներին, ման է թարխելով պլատի տլներ Նիկոլ Փաշինյանին, ա չքաշեր իր համար ապրեր։ Նորմալ եմ համարում, էդ էլ եմ նորմալ համարում։ Մարդիկ բիզնեսմեն են, իրանց բիզնեսներն են տիրություն անում։ Էլի նորմալ է, այդ մարդկանց բան չունեմ ասելու։ Կարար ավելի վատ, ոմանց նման է դառնալ Նիկոլի մտներ Նիկոլի թիմը, Նիկոլի այդ կիսեր է ամեն ինչը։ Բայց այդ ամեն ինչը ինքը չարեց, չէ։ Ինքը մնաց տղա, դուս եկավ կանգնեց պետության կողքը, հայրենիքի կողքը, հայազգի կողքը։ Ու դրա համար այսօր այդ հարձակումները դրա համար է կատարվում Գագիկ Ծառուկյանի դեմ։ Ու այդ ամեն ինչով Ծառուկյանը ապացուցեց, որ ինքը տղա է ու զադնի դնող տղա չի, ուժեղ հայ է ինքը։ Ես սա կասեմ։ Կամ այդ մանր մուներ այդ որ առուտին են սպանել։ Արա լավ այդ Ձիշով կա։ Այդ Ձիշովի վրիժարու ես Նիկոլ։ Վրիժարու ես գնա Ալևի հետ ամեն օր հանդիպում ես։ Ձեբից տան ճակատից գյուլի Ալևին։ Կասեմ վրիժարու ես։ Դու առուտից ես գիտեք խի այդ առուտներին սպանել։ Իմ խորին համոզում եմ։ Այն որ Ծառուկյանը ասեց կթոգամտնի որ ծառուտից մոտ այդ դրա համար սպանել։ Դուք պատկասում եք սա Ձիշովի, տեսեք, արա դու ինչ Ձիշովի մարդ ես, արա։ Ինչ Ձիշովի մարդ։ Նախ կենթանին իմ համար կենթանին մարդուն շատ քիչ է զիջում մարդուց։ Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ դա ձեր մոտ էլ ասեմ, Մարամ ջան, ես նույնիսկ որ գնում եմ խանութ, սուպերմարկետ առևտուր անելու, ձուկ չեմ առնում։ Գիտեք ինչի համար։ Որտեվ աշկի դեմը սատկացնում այդ ձկին։ Այսինքն սատկացումը տալիս է։ Ասես ես պատճառ չեմ դառնա սատկացնեմ կենթանու, որ տանեմ ուտեմ։ Հասկանում եք։ Նույնիսկ ասեմ ձուկ չեմ առնում, որ դեմս չսատկացնի։ Ես այդ սպանության բանը չեմ դառնա, պատճառը չեմ դառնա։ Որ ասեմ կենթանին էլ առյուծը, շունը, արա մարդիկ իրանց տան անդամին ման սիրում են։ Այսինքն դու արդեն չնայած ինչ ենք զարմանում, մի ամբողջ սերունդ կոտորեցիր, առյուծը ի՞նչ է որ առյուծին չսպանել։ Ոսը Ձիշովի դու Ձիշովի են մուր հանել, էլի Ձիշովի վրիժառությունը։ Մուր ես ուզում հանես, վրեժ ես ուզում լուծես, Ալևին ճակատից գյուլի մի օր։ Սա որ հետ մեզ հանդիպումների։
Սա իր պարտության նշանն է, որ հաղթածել էր սենց չէր լինի։ Հիմա ինչ էին շարունակում այս ռեպրեսիաները։ Մի բանի համար, որտեղ ինքը տենմա չէ, որ ժողովրդի մեծ մասը իրան դեմ են քվյարկել։ Ինքը մի պիտի ջարդի ինդիմությանը թույլատնի, որպեսզի ինդիմությունը իրան հետո չգցի, որտեղ ինքը տենմա, որ ինդիմությունը ուժեղ է այսօր։ Ինդիմությունը ուժեղ է 50%-ից ավել իրան դեմ են քվյարկել, 50%-ից ավել իրան դեմ են քվյարկել։ Նույնիսկ այս ռեպրեսիաները ու այսքան կեղծելու արդյունքում։ Այդ ինքը տենմա, մի պիտի ջարդի գցենքում, չէ։ Այդ դա դրա համար է, այս ամեն ինչը արվում։ Ազատություն Գագիկ Ծառուկյանին կանգնած եմ իր կողքը ու մեր բոլոր սպորտսմեններին կոչ եմ անում ամոթա։ Հելը կանգնեք պասիվ մի նստեք, մի վախեցեք։ Հելը կանգնեք Գագիկ Ծառուկյանի կողքը, այսօր որ դուք սպորտսմեն եք, ուժեղ սպորտսմեններ եք, տես չեմպիոններ եք դառը, դա Գագիկ Ծառուկյանի շնորհքն է։ Հելեք պայքարեք իր համար, թե ձեր հրապարակային հայտարարություններով, թե ասենք մրցումներում գնալով ու Գագիկ Ծառուկյանի մայքեն հագնելով։ Հելեք ակցիաներ արեք իր համար։ Ես կոչը կանեմ ես։ Միջազգային այս պահին միայն Արսեն Ջուֆալակյանն է անդրադառնում։ Մալադեց իրան։ Բոլոր սպորտսմենները պետք է անդրադառնան։ Ջուֆալակյանը ասում է, որ Գագիկ Ծառուկյանը շատ երկար ժամանակ է չի հանդիպել։ Տարիներ առաջ մի անգամ Փարիզում է հանդիպել, երբ Ծառուկյանը գնացել է որպես աջակցություն։ Մալադեց իրան, ապրի ինքը հալալա իրան, բայց բոլոր սպորտսմենները տենց պետքա պայնա, պետք չի ապերախտ լիներ։ Ծառուկյանի արած լավությունները մի մոռացեք։ Ու ես ուզում եմ նաև Գագիկ Ծառուկյանն էլ ասեմ, Ծառուկյան ջան, դու տղա ես, դու լավ հայ ես, ուժեղ հայ ես, դու ապացուցեցիր, որ դու քվուրի տակ մնացող մարդ ես, ու այդ սաղ քո լավությունների դիմաց Աստված քո դեմը կբերի, դու հանգիստ եղի։ Սրանց վատությունների դիմաց էլ Աստված իրանց դեմն է իրանց ձևով բերելու։ Քո մոտ ամեն ինչ լավ անելու ես վստահ եմ, որտեղ դու լավ մարդ ես։ Դու ի տարբերություն որոշ տականքների, դու էլ ես 20 թվին, կներեք 18 թվին սխալվել, բան չասի, այն վաղ ամբողջ ազգն է սխալվել։ Բայց դու դրանից հետո քո սխալը մինչև մա չես շարունակել, դու ուղղել ես քո սխալը։ Այ երեք նորից ակտիվացել են հակասերժական տականքները, չէ՞, հայազգի թշնամիները, որ հելել են, էլի, ուրեմն իրանք այդում պարտավոր Սերժն է մեղավոր։ Ինչ էլի Սերժն է մեղավոր։ Խի արա, խի։ Այ Գագիկ Ծառուկյան ջան, դու նաև այդ առումով ես արդար, որ ոչ մի տենց սխալ բան չես արել։ 18 թվին բոլորն են սխալվել, նորից եմ ասում, ոչ մեկին 18 թվի սխալների համար ես չեմ մեղադրում, մարդեն սխալվել են, չեն հասկացել։ Բայց 20 թվի պատերազմից հետո, ով որ Սերժ Սարգսյանին մեղադրում է, նա ազգի դավաճանը, նա ճակատին, յառլիկին պետք է կապցնենք պետական դավաճանի յառլիկը, պետք է կապցնենք ճակատներին դրանց։ Ու սա մեր ազգի փրկությունը դրա մեջ է։ Մինչև դրանց ժողովուրդ ջան ուզում եք հեռացնեք Նիկոլ Փաշինյանին։ Ճանապարհը ձեզ ասում եմ։ Հավաքվեք, ով որ ուզում է Նիկոլը հեռանա, բոլորովը հավաքվեք ու քաղաքականապես եմ ասում, ֆիզիկապես չէ, ֆիզիկապես էլ ձեզ չէի ասի։ Քաղաքականապես ոչնչացեք այ երեկվա այդ ակտիվացողներին, հակասերժական տականքներին։ Քաղաքականապես ոչնչացեք պետական դավաճաներին։ Դրանից հետո եթե սրանք ոչնչանան քաղաքականապես, ես ձեզ ասում եմ, մի ամսվա ընթացքում Նիկոլը կփախնի ստեղից։ Մի ամիս դե չի կարա մնա։ Իսկ Ծառուկյանը դրա մեջ չի մտնում, այդ առումով էլ ինքը իրան ճիշտ բայ։ Ծառուկյան ջան, քո ցավը տանեմ, դու իրոք տղա ես, դու իրոք լավ հայ ես, ճիշտ մարդ ես։ Ես քո կողքդ կանգնած եմ։